Վարդենիս համայնքի ակունք բնակավայրի նախկին ոռոգման համակարգի տեղ-տեղ պահպանված նմուշներն են։ Շինարարական աշխատանքների ընթացքում են դուրս բերվել։ Գյուղացիների միջև վեճի առարկա դարձած համակարգն արդիականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Շինարարությունը սկսվել է շուրջ 1 ամիս առաջ։ Տեղադրում ենք LR6 բետոնե կիսախողովակները, իրանց պաստավ կեկը, հետո արմները դնում ենք տեղադրելով, գնում ենք առաջ։ Նախկին ցածը եղել է 60-ականների տեղադրված ցանց, շատ ահավոր վիճակում էր գտնվում, գրեթե չէր աշխատում։ Մարդիկ դժգոհում են։ Հիմա մենք լրիվ նոր տեղադրում ենք, որպեսզի ավելի լավ լինի։ Ժողովուրդ չի կարում հողամասեր ջրեր իրար հետ կռվելու, իրար հետ պատրաստ, իսկ հիմա շատ լավ։ Իրեմն են ամեր տներ, ընդեղն էլի սև կարիտաներ ու սիրուն սարքած, էլ խնդիր չունենք, շատ լավ, մաքուր ձևով, հանգիստ, հերթով ջրում ենք մեր հողամասեր։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է ակունքի ոռոգման համակարգի 2730 գծամետր երկարությամբ հատվածը։ Կառավարությունն ու համայնքը համատեղ շուրջ 149 միլիոն դրամ են հատկացրել։ Գալիք ոռոգման սեզոնին նորակառույց առուներն առանց կորուստի ջուր կհասցնեն 930 տնտեսության։ Խալխլված, ջարդված վիճակում էր, ամբողջությամբ բացակայում էր, հիմնականում արդեն վերջի տարիներին բացակայում էր ոռոգման ցանցը, հողային շերտով էր ջուրը գնում, որը առելի մեծ քանակությամբ կորուստներ էր տալիս։ Կարտոֆիլի ցանկատարածություններ են, շուրջ բոլորը ոռոգման ցանցը նպաստել է, որպեսզի գյուղացիները առավել եւս շատ կարողանան մշակել հողատարածքները։ Եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, ոռոգման համակարգի շինարարությունը կավարտեն մինչև հոկտեմբերի վերջ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։